Լիլիթա Թոմասյան։ Ինչ պահանջով եք այստեղ հավաքվել։ Աջակցությունները չեն տրայդուրից, 40-10,000-ականները ոչ մի կոպեկ չեք ստանում, ընտանիքին 7 անդամ չեն ստանում։ Մինչ այսօր մեկ մի կոպեկ չեք ստացել, դիմել եմ 3 անգամ սոցիալնախարարություն, 2 անգամ էլ ամուսնու ցանություն դիմել։ Մերժում են, որ ծրագրերը չկա օպերատիվ շտաբում։ Դա մեր պատճառը, չենք իմանում ինչի։ Այն ինչ-որ ծրագիր առաջարկում են։ Չէ, ոչ մի ծրագիր չեն առաջարկում։ Ես մալացիաս բայց եմ ապրում, այնտեղ սոցիալը ինձ ասում են գնաց ձեր ղեկավարությունից պահանջի, ծրագրերը չկա օպերատիվ շտաբում։ Հիմա մեր մեծամեծերը սաղեն են Ադրբեջան, մենք էլ պիտի գնանք այնտեղ։ Մեր պատասխանները դեռ։ Լավ, հիմա հավաքվել եք այստեղ, հանդիպեցիք որևէ մեկին։ Այո, բարձրացել են, չեմ անում, այդտեղ ասել Սարգսյանն է բարձրացել, ասում նորմալ ընդունել են, հարցի լուծում կտան։ Հավատում եք։ Հուսով եմ։ Չէ, հուսով ներվի։ Ամեն դեպքում հավատում ենք, հա, միգուցե։ Իսկ ինչպիսի լուծում եք ակնկալում։ Նեգունը չունեն տան վարձը բանը տանք մի կերպին, տան 2 անչափած երեխա ունենք, 7 հոգով, ավելի շուտ 10 հոգով մի բնակարան ենք ապրում։ Ոչ մի կոպեկ չեն տալիս։ Մեր աջակցությունը տան։ Ինչ պայմաններում եք այստեղ ապրում, սոցիալական ինչ պայմաններ են, հա, աշխատանք ունեք, աշխատում եք։ Մարդ աշխատում են, բայց ես հարցս փոքր երեխաներս ատանում։ Պիտի չէ, մի ձև գոյատերենք։ Բայց մի կոպեկ չեն տալիս։ Ոչ 40-10, ոչ 100,000-ականները ճիշտ է, մեր տունը 20 թվին ենք հարցնել, մենք 20 թվից եկել, բայց տղամարդիկ Արցախում են եղել, տղամարդիկ ես 23 թվին եմ եկել, ոչին ենք են ստանում ոչ մենք, ոչ մի կոպեկ չենք ստացել։ Որտեղից եք ներեություն։ Մարտունու շրջան գյուղ Թաղավարտ։ Նախ տեղը հանձնել եք 20 թվին, մեր տունը չխենալի մնացալ, իրաց ժամանակ են հանձնել։ Մեր գյուղը կեսը մնացել է Ադրբեջանի, կեսը մեզ։ Մեր հանձնած են եղել։ Տեղափոխվել ենք եկել 2 ամիս Ծաղկաձոր մնացել, հետո եկել ստոտում արձել են նրանց նույն բնակարանն են, որ փոխել ենք որ բան։ Այն եկած վաղը 40-ը ստացել ենք։ Տղամարդիկ մնացին Արցախում, ինչպես հասկացա դուք եկել եք։ Այո, մեզ թողել են, ես թե իրան գնացել։ Մինչև 4 ընդ եղել։